Եվրամիությանը եվրոպական ստանդարտներին ձգտելու խոստումներ տվող Նիկոլ Փաշինյանը օր-օրի, ժամ առ ժամ ավելի է հեռանում եվրոպական ստանդարտներից։ Արձանագրում են իրավապաշտպանները, մատնացույց անելով քաղբանտարկյալների ամեն օր երկարող շարքը։ Կարող են օրինակ Նախորդին է շարքը համալրվել կին քաղաքական գործչով։ Մայր Հայաստան կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանն է 2 ամսով կալանավորվել։ Արեգնազ Մանուկյանի դեպքը բնականաբար նրանով է նաև արտառոց, բայց ոչ նախադեպային, որ ապօրինի ազատազրկում են կնոջը, որը ունի անչափահաս երեխա։ Իրավապաշտպանները մանր քինախնդրություն են անվանում դատավորի որոշումը, ըստ որի Արեգնազ Մանուկյանը զրկվել է երեխային տեսնելու հնարավորությունից։ Նրան բացի փաստաբաններից ոչ ոք չի կարող տեսակցել։ Սա մարդու իրավունքների գերակայության տապալման շրջանը, այս 45 թվի հետ համաշխարհային պատերազմից հետո ընդունված կարգը ոնց որ գնում է դեպի վերացման։ Իրավապաշտպաններն արդեն կորցրել են հաշիվը, որերորդ կինն է Արեգնազ Մանուկյանը, որին բանտարկել են քաղաքական հայացքների համար։ Արցախցի Տաթև Վիրաբյանը առաջինն էր, նրան կալանավորել էին զանգվածային անկարգությունների մասնակցելու, բռնության կոչեր անելու մեղադրանքով։ Լիդիա Մանթաշյանին կալանավորել էին Բագրատ Սրբազանի և աջակիցների գործով։ 3 ամիս առաջ էլ բարեգործության արգելքը խախտելու համար էին ձերբակալել 3 երեխաների մայր Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Ըստ իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի 2018 թվականից Հայաստանում կալանքը ոչ թե իրավական միջոց է, այլ քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիք։ Կալանքը բնականաբար պատժի ինստիտուտ չէ, կալանք տալիս են, երբ որ կխոչընդոտես քո գործին, կփախնես եւ այլն եւ այլն։ Հիմա այս տարիների ընթացքում կալանքը որպես պատիժ են կիրառում։ Այսինքն ստեղ էլ մենք գործ ունենք այդ մարդու իրավունքների աղճատման գործունեության հետ։ Ըստ իրավապաշտպանի հիմա կալանքը օգտագործվում է քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով։ Հիվանդագին ախտահարված ուղեղի պատճառով, որը ձեռնտու է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը իրենց երազանքներին։ Իսկ կար ժամանակ, երբ հայ իրավապաշտպանները քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար քննադատում էին Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին։ Ասում են, ով իմանար, որ բռնապետության ուրվականը մի օր մեր դուռը կթակի։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։